Հագուստը մնոց չկա խանութները, Սամսեն կանգնած են մեր խանութները, հագուստը ցանկացած խանութ նայ, ամեն ինչ կա, բայց առնող չկա։ Հարգերը ոչինչ, նեղված կապրիկ, բայց կնջարին։ Հա, դիկետության հարգ է, հավարգես վերցրել։ Հա, ինքուր է ծանր է ջարնի ժողովրդի։ Վարկերել ունեն։ Հəbə չունին, առանց վարկ, ամեն ինչ է ունի։ Որոշել եք ում ողջինելու քրյակը։ Հədə հələ արդեն դիք երկու ամիս կա, ընտանիք է, պիտի որոշենք, կացենք, քաշենք, որն է լավ, որն է վատ, որն ինչ է, առավոտ որ հագուստ է քակնես հայլուտ է մգնայես, որն է լավ, որն է վատ, չէ։ Գիտես ինչ, ես պես կպատկերացնեմ ժողովրդին գործարանեղնի, աշխատի, ամսական իր աշխատանքի քանակը գիտենա թե ինչ կառնի, որ այդ փողով իր տնտեսությունը շահի, պայի, տեսենք թե ջայլ հարս է գնացել է հոկտեմբերյան 5000-ով խոտ պդի հավաքի, չագիր, ադիք ինչ է աղջիկ ջան։ Բայց տեղից գնում են հոկտեմբեր։ Հա, ավտոբուսները նստին կերտան, դեր ջայլ հարսները։ Իսկ առաջ գործարաններ բան եղել, հա, լրիվ, այս սովետի ժամանակ մենք լավ կարի գործարան ենք ունեցել, մենք լավ վակումայնի գործարան ենք ունեցել, մենք լավ ամեն ինչ եղել է մեր արտիկում գործարաններ, չորոշնի ենք ունեցել, ամեն ինչ այնպես որ ժողովուրդը վատ չի ապրել, լավ է ապրել, քանի որ իր աշխատավարձի հույսով ապրել է ամեն ինչը։ Իսկ մի մարդիկ օրմ ունին, օրմ չունին, ամեն ինչը թանկացում, ինչ είναι մարդը։ Պետք է աշխատանք անի, չէ, որ աշխատի իր գոհությունը պայ։ Հմիստեղ 3 ժամ կանես, հագուստի խանութները մարդ չմնի։ Մարդիկ իրանց են յեդեն կացել, բերել են, ներել են, մի մարդ չկա, առևտուր չկա։ Գոնե տան գազի լույսերը մարեն, հարգերը մարեն, բդիրնի չէ, տունդ պայես, ժամանակին նեղված ապրել ես, ասոնք բերել, յեդես կացել, հմի ապրիս, բայց առևտուր չկա, այդ չիդեմ ինչ, բերենգը, ստեղ մեքենայով կանիգը, կանչենք ժողովրդին, հաշվենք ուրա։ Մի խոսքով այդ on-line առևտուրը վնասել է մեզ։ Շատ, ժողովրդին շատ է վնասել, շատ չափից դուրս։ Հիմի թե այդ հագուստը օրմ քակնի, ներգոր քակնի, երկոր նաղդի անունը օրային է։ Դու քանի տարի եք առևտրով զբաղվում։ 35։ Սենց ված չի եղել։ Չէ, ասպես պատմությունս առաջի անգամ է։ Այս մեկ տարի մեկ համարյա աշխարհի on-line-ները բացվել են, այստեղ առևտուր չկա խանութները։ Մի կերպ են կան որ գազ է, լույս է, ջուր է, ընտանիքի երեխայի յոլակերտան թե չէ, ապրելու միջոցները շատ ծանր են։ Իսկ ջահելները ինչով են զբաղվում, գնում են արտագնա աշխատանքի։ Արտագնաց երևի Երևանում մեծամասամբ կաշխատին, այդ կան արտագնաց չկան ձիգը թվա, չնայած մեր տնից չկա երտող, բայց ընձիգը թվա կան երտող չկա, քանի որ Երևան մարդիկ կաշխատին, շատ թե քիչ իրանց տղների վեր են կաշխատին։ Դե ինչ օր է, եթե աշխատանք եղնի, խանութներն ամեն ինչ էլ կա։ Հա։ Ամեն ինչ կա, բայց թանկություն է, մարդիկ հնարավորություն չունին ապրելու։